Բարի երեկո, սիրելի ժողովուրդ, այսօր ապրիլի 30-ն է, ժամը 18:50, հենց նոր սպես հոգնած մեռած Երևանից հասանք Խուստուբ, հետներս բերել ենք մի քանի գիրք, որոնք որ հասել էին Երևան եւ կարելի է ասել սիքերտական հաշվետվությունն է գրքահավաքի։ Զուգահեռ անհետաքրքիր ինֆորմացիայով ձեր հետ կիսվիմ։ Մենք ի տարբերություն Ղարաբաղի, Արցախի գիդատաճարի կամ տուն դպրոցի, մենք չեմ ստեղ հմի տեխնոլոգիա կփոխենք երանգյունիները հավաքելու, զարգացնենք ու հմի դրա վրա կաշխատիմ զուտ ինֆորմացիա, եղանակը անբամա ձանձրևոտ, вообще դուսը գործենելու եղանակ չէ, մենք շմ ես ի վիճակի չեմ այսօր գործենեմ, բայց արեք անցնենք բուն թեմային։ Ճիշտ այս անգամ հարամություն է մեր գրքերը նախքան ստեղ հասնելը արդեն բացել եմ ու գնացինք։ Առաջի գիրքը, որ նոր այսօր հասել է Խուստուբ գիդատաճար, ժողը մեծ չոր հավես չունիմ զուտ, հոգնած եմ, դոր մար անիլաչ կխոսամ։ Դիք օպերայի մասին հարագիդարանն է եւ մենք փաստացի մեր Խուստուբի գիդատաճարում կունենանք օպերայի մասին հարագիդարան։ Էլ ինչպես միշտ, բացում եմ պատահական էջ, հասկանում ենք, որ եթե գուզենք օպերայի պատմության հետ ծանոթանանք, մենք արդեն կրնանք ծանոթանանք։ Եվ օպերայի մասին գիրքը մեզի նվեր է տվել Նարեկ Գրիգորյանը, մեր օպն թետևակի կանե չի, իմսպես հարմար է, Նարեկ Գրիգորյանը, ով որ մեր 45-րդ գիրք նվիրող մարդն է։ Օպերայի մասին հարագիդարան։ Հաջորդ գիրքը, որը կոչվի է Տարո, սի գիշկան կհասկանամ գուշակությունների մասին է, ես ինքս գուշակությունների սիրահար չեմ, բայց դիք հետ չի նշանակի, որ մարդիկ կրնա այս թեմայով չուզենան խորանան եւ Դիքեյը փաստորեն ունի Տարոյի մասին գիրք, որը եթե կարճ ձևակերպեմ, բոլոր Տարոյի քարտերի մասին նկարագրություն է։ Մարդիկ կա սրանով հետաքրքրվին է, էլի ֆանտաստիկ որակի կատարած աշխատանք է եւ մենք ինչ ասեմ, իմ սուբյեկտիվ ճաշակով չէ, որ գրքեր հավաքենք Խուստուբ գիդատաճարում, այլ փորձենք կծածկել բոլորի հետաքրքրությունները։ Բայց որ Տարոյի գիրքը մեզի նվեր է տվել Տարո։ Ուրա Տարո։ Տարո, հա, Տարոր կարիցիցու։ Տարո։ Տարոյի գիրքը մեզի նվեր է տվել Նելի Գրիգորյանը, որը 21-րդ մարդն է, ով որ Խուստուբ գիդատաճարին գիրք է նվիրել։ Հաջորդ գիրքը, որը ես հարամություն եմ մեր ժամանակից շուտ եմ բացել, Այս գիրքը շատ հետաքրքիր է, իրականում Ոչմ, այս գիրքը կոչվի է Հայք, մի խոսքով Հայք անունով չէ, էլի Հայք այսինքն բան, արշավանք, արշավել։ Եվ իշքան կհասկանամ սրա մեջ գրած է, թե ուրդեղ, ինչեղ կարշավեն ու ուր արժեր տալ արշավելու։ Մի խոսքով այս Հայկի մասին գիրքը մեզի նվեր է տվել, եթե ես չեմ սխալվի, Եսային նվարգանում ստուգենք։ Եթե ես չեմ սխալվի, այո, չեմ սխալվի։ Եսայի Դուրմուզյանն է նվեր տվել, ով որ լուսանկարիչ է եւ 28-րդ մարդն է եղել, ով որ գիրք է նվեր տվել Խուստուբ գիդատաճարին։ Շարունակում ենք։ Հաջորդ գիրքը երևի ամենասպասված գրքերից մեկն է։ Այս գիրքը կոչվի է Tools, գործիքներ։ Ինչ է այս գիրքը։ Այս գիրքը իդեպ մի քանի գրքերի շարքից է, կա նաև Machines, դե չի ասել։ Այս գրքով կարելի է իմանալ առհասարակ, թե ինչ գործիքներ կան, երևի թե որ գործիքը երբ է ստեղծվել, ինչ է ստեղծվել
Եվ սիկ շատ հետաքրքիր ու կարևոր ձեռնարկ է հատկապես հասկանալու համար, թե մենք առհասարակ գործիքների պատմություն գիտենք, թե չէ, որ գործիքի մասին առհասարակ չգիտենք եւ որ գործիքը կրնա մեզի պետք գա։ Այս գիրքը, եթե չեմ սխալվի, Արտուրն է նվիրել Ղանդիլյան։ Եթե չեմ սխալվի, չէ, չեմ սխալվի։ Արտուր Ղանդիլյանն է նվեր տվել Խոստուբ գիտատաճարին, 41-րդ մարդն է, ով որ գիրք է նվեր տվել մեր Խոստուբ գիտատաճարին, եւ Արտուրը այն մարդկանցից է, ով որ սուս ու փուս մեր տարբեր պրոյեկտներին, տարբեր ձևի օգնել է։ Շնորհակալություն Արտուր ջան։ Հաջորդ գիրքը, որը իմ հիշելով կանաչ գույնի մասին է, Սեք իմ դեմքս կանաչ տնեմ, որ կանաչ գրքի մասին կանաչ խոսանք, ասես։ Այս գիրքը կոչվի է արդյոք դա իսկապես կանաչ է։ Ես ճիշտ չեմ հասցրել այս գիրքը թերթեմ, բայց ինքը մեր ցանկի մեջ կար ու ես ենթադրում եմ, որ այս գիրքը ոչ թե կանաչ գույնի մասին է, այլ արդյոք ինչ-որ բաներ իսկապես բնապահպանական տեսանկյունից կանաչ են։ Green-ը օրինակ ստեղ իշքան հասկանանք օգտագործվի ոչ թե կանաչ գույն աննում, այլ էկոլոգիապես մաքուր, հա, ասենք օրինակ ինչ-որ ներգեր, ասենք բացեմ նայեմ գցի, արդյոք 1 լիտր ներգը էկոլոգիապես մաքուր է ինչ-որ հաստատ հա թե չէ։ Կամ ասենք էլեկտրաէներգիա օգտագործենք մենք տարբեր խնդիրների լուծման համար, արդյոք դրանք էկոլոգիապես մաքուր են թե չէ։ Մի խոսքով ստեղից ինքը պատկերազարդ չէ, այդպես գույնավոր ճաճախլի բաներ չի եղած, բայց գոնա ստեղից իսկապես մեր մոտ օբյեկտիվ տպավորություն ու կարծիք կստեղծվի էկոլոգիապես մաքուր նյութերի մասին, բայց որ այս գիրքը չափերով փոքր, համեստ, բայց շատ արժեքավոր եւ պրակտիկ եւ ակտուալ գիտելիքներ կպարունակի իր մեջ։ Հաստատի այսօր եկավ Խոստուբ գիտատաճար հասավ 5 գիրք, մնացած գրքերը մեր Հարութը չի կրծել վերցնել, որովհետեւ զբաղված էր, մեր մասը Երևանում է։ Մյուս հաշվետվությունը ԱՄՆ-ում, Գլենդելում, Քերանցս տունը հավաքվել է 30-ից ավել գիրք, ճիշտ չեմ ուզել թիվը ասեմ, որովհետեւ չսխալվի, եւ մայիսի վերջ մեր Արտուր ինչան է իր Արտուր Ավակյան էր։ Արտուր Ավակյանը իր որդին Ամերիկա Սորվիգը եւ գալուց այդ գրքերը պետք է բերե։ Եվ քանի որ գրքերը ծանր են, հիմի քերոստեղեն պետք է շրես արկե 23 կիլոյանոց բագաժներ, որբիսի պիկապով վերցնեն այդ գրքերը եւ մեր Արտուրի որդին հետը բերե Հայաստան, հետո հասկանանք ինչ խենենք որ ռաստամոշկա չենք, որովհետեւ սա նվիրատվություն է եւ ոչ թե բիզնես։ Եթե մարդիկ կան Գլենդելում, ովքեր որ ունին ավել չամադան, որը իրանց պետք չէ եւ միակողմանի կրնա ղրգվի Հայաստան, խնդրում եմ կապվեք իմ հետ, որբիսի մենք այդ չամադանները հասցնենք քերոստեղուն։ Քերոստեղեն սարքե 23 կիլոնոց չամադաններ։ Արտուր Ավակյանի որդին էլ դիք վերցնե բերե, իսկ Արտուր Ավակյանն է փորձեցիկ հասցնե Հարութին, որ Հարություն Գալոյանն է բերե հասցնե Խոստուբ, տարավ Հովանես Թումանյանի հեքիաթներից։ Հաջորդը արդեն մի քանի օր է մեր այս Խոստուբում են բոլոր գրքերը, որոնք հասել են ստեղ, կարելի է ասել մենք դասավորել ենք ժամանակավոր գրապահարանում եւ իրանց թթու չենք դրել։ Մինչեւ մենք շինարարությունը ավարտենք, որը երկար process է տևելու, մենք իսր դե հրավիրենք կծեզի Հմիկվանից արդեն Խոստուբ, ստեղ Փսկուխուտ Տիգրան Համասյանի համերգի վայր։ Եվ որոշակի կանոններ պահպանելով, ձեռքերը լվալ, գիրք կարդալու էթիկան պահպանել, Անժելա ջան, հիմի կպատասխանեմ։ Եվ գալ Խոստուբ Հմիկվանից արդեն ընթերցել եւ ուսումնասիրել այն գրականությունը, որը արդեն իսկ հասել է։ Այս պահին Խոստուբ գիտատաճար հասել է մոդավոր 50 գիրք, կսխալվիմ հստակ թիվս եմ, մոդավոր 50 գիրք է հիմի հասել, դեռ 160-ը ճամփա է, որոնք լբդիկան հասնին տարբեր տեղերից։ Սիքս կանը։ Հիմի ամենակարևոր կետին հասնի։ Ժողովուրդ լրիվ նորմալ է, որ արդեն սկսել է գրքերի գնման process-ը թեթևագի անգում ապրել։ Ինչի, որովհետև
դուք, իմ հետևորդներս, իմ ընկերներս, ինձի հավատացող մարդիկ, ինձի վստահող մարդիկ, արդեն իսկ ձեր ներդրումներ ներել եք եւ գնել եք այս գրքերը, ընդհանուր առմամբ հաստատվի 83 մարդ, 83 մարդ իր անունից կամ իր երեխու անունից կամ կնոջ անունից գիրք է նվիրել Խոստուկ Գիդատ Աջարին, 83 մարդ ընդհանուր 211 անուն, 210 անուն գիրք։ Բայց մենք դեռ ունենք մեր ցանկում 1000-ից ավել գիրք։ Անժելա Ամիրխանյանը հարցնեք է ցանկացած թեմատիկայի գիրք ընդունելի է եւ ինչպես փոխանցենք։ Անժելա ջան, տեղեկացնեմ, որ մենք ունենք գրկացանք, որի հղումը ես տեղադրել եմ այս լայվի տակ, հիմա ձեր մեկնաբանության տակ կավելցնեմ այդ հղումը, մեր րոպե, եւ այս հղման մեջ կա 3 էջ։ Եվ մեր էջում գրված են այն գրքերը, որոնք որ գնվել են արդեն, գնված է, մեջը սա կանաչով ներված։ Կա էջ, որը գրած է պետք է գնել, սա այն ցանկն է, որը դեռ չի գնվել, ունդեղ կա 1003 գիրք այս պահին։ Ես վերջերս մոտ 40 անուն գիրք ավելցրել եմ։ Եվ կա մերոնք, որոնք որ են մեր ընկերներն են, ովքեր որ 1000 ու մի հարցով օգնել են, ես այնտեղ գրել եմ ով ինչ հարցով։ Եվ առաջինը, դուք կրնակ գիրք ընտրեք մեր ցանկից, ինչի մեր ցանկից, որովհետև ինքը կանցնի հստակ որակի ստուգում, այսինքն այստեղ պատահական գրքեր չկան, 5 գրքեր չկան, այստեղ այն գրքերն են, որոնք որ ամենաժամանակակիցն են, ամենաթույնն են, իրանք դժվար կճարվին, իրանք թանկ արժեն, դրա համար ասում ենք ամեն մարդ թող իր անունից մեկ հատ գիրք նվիրե, գնե եւ նվիրե։ Այնպես որ Անժելա ջան, եթե նեղություն չէ, ցանկից նայեք, ընտրեք, եւ եթե դուք ունիք ինչ-որ լավ գրքի առաջարկ, որը մեր ցանկում չկա, գրեք, մի հատ ստուգենք, տեսնենք այդ թեմայով արդյոք մենք ավելի լավը չունենք այս ցանկի մեջ։ Եթե չունենք, եթե ձեր գիրքը նոր է, մեծ սիրով ցանկի մեջ ավելցնենք։ Թեման ընտրելը սպես նա է, այդ ցանկի մեջ կան թեմաներ գրված, կթերթեք ճանապարհորդությունից մինչև գիտություն, խոհարարություն, թարգման, ինչ անը, տարբեր լեզուներ, ընտանի կենտանիներ եւ այլն, այնտեղ ցանկը գնայեք, խնդրում եմ նայեք եւ այնտեղից կարող եք ընտրել։ Եվ միտքը ավարտեմ։ Քանի որ իմ լսարանս արդեն ինչ որտեղ սպառվի գա, որովհետեւ ես մի հոգի եմ եւ ինձ հետևում են այն մարդիկ, ովքեր որ ինձ հետևում են։ Ինձ հետևողներից այն մարդիկ, ովքեր որ իրանց գրբանից ես պրոստը այնտեղ դեպքեր կա կհասնի այդ Մոսկվայից գրքերը, կսեմ մեծ չարչարանքով աշխատած, հալալ քրդինքով աշխատած գումարից, կոպեկներով մարդիկ նվեր են առել գիրք եւ նվիրել են 83 մարդ։ Բայց ինքը արդեն սպառվի է։ Այսինքն իմ հետևողները, ասենք այս վիդեոն նայելու է մի քանի հազար հոգի, պրակտիկայում իրանցից գիրք գնելու են 3-4 հոգին։ Սա է իրականությունը, ես չեմ նեղվում, նորմալ է, մարդիկ պարտավոր չեն հավատալ։ Բայց եթե դուք ի վիճակի չեք ֆիզիկապես ֆինանս չկա, չեք կրնա այս թանկությամբ գրքերը առնիք կամ տեխնիկական գիտելիքները բավարար չեն, որովհետեւ գիրքը առաքեք Հայաստան, որովհետեւ շատ գրքեր չկան։ Խնդրանքս մեկն է, օգնել է պետք գաղափարը տարածել։ Ես կհասկանամ, որ ես շատ խոսածող հանրային պես կերպար եմ, որի քիթ բերանը լեզուն հասպես կօգտագործվի որ տարածվի նյութը, բայց նաև հասկացեք հագարակը, որ շատ շատերն է կան, որ ինձ չեն սիրում եւ միշտ չէ որ իմ այս վիդեոները տարածելով մենք կգրանանք Խոստուկ Գիդատ Աջարի համար գրքեր բերենք այն գրքերը, որը ցանկով կա։ Դրա համար խնդրում եմ օգտագործեք, եթե դուք հանրային գործիչ եք, ինչ որ չափ լայվ կմտնիք կամ վիդեո կսարքեք կամ իսկապես ուզում եք օգնել, փորձեք տարածել գաղափարը, այս լինկը վերցրեք, ասեք Խոստուպի համար, հայկի չէ, Խոստուպի համար, Սյունիքի համար գիրք կհավաքեն ու կոնկրետ այս գրքերը դուք տարածեք, ձեր անունից տարածեք, ձեր կողմից ելույթ ունեցեք, գիտեմ որ դժվար է ու նեղություն է, ինչ որտեղ նաև կոմպլեքսավորող է, բայց այս խնդիրը ես մենակով չեմ կրնանա լուծեմ։ Նույնիսկ 83 հոգով, 83 հոգի գիրք առել է, պլյուս ես 84, մենք 84 հոգով շատ երկար ժամանակ է մեզնից պահանջվելու, որովհետեւ մենք այս գրքերը հավաքենք։ Դրա համար օգնության կարիք կա, այո կա։ Եվ
տարածեք, ես էլի կսեմ, ես որ յազվա եմ կբնելու այս թեմայով այնքան, մինչև այդ գրկած հանքը հավաքվի, զզվը ծնելու եմ։ Հիմա խնդրեմ գ զզվծրեք ինձի հետ մնացածին, որովհետեւ ես գրքերը հավաքենք։ Եվ բերենք խուստուկ գիդատաճար, ու այս բայից սկսած համեցեք իմ հեռախոսის համարը WhatsApp բան գրած է այս բանի մեջ, Excel-ի փաստաթղթի մեջ, կապվեք եւ տեղեկատվություն որ անկոչյուրի նման չստացվի, տեղեկացրեք, եկեք, մենք ձեզի մեծ սիրով նաեւ կհյուրընկալենք։ Մնացեք ստեղ, գրքերը բացեք, կարտացեք, սորվեք, կրթվեք ստեղ։ Արդեն իսկ այնպես գրքեր կան, որոնք որ շշմելու են, մենք հիմի զուգահեռ կարտանք կեն, որ չտեսի նման արագ ինչքան կրնանք սորվինքը, բայց մեկը մյուսից լավն են ու ամեն օր ավելի կսորվինք, քան 3։ Եկեք միացեք մեզի սորվելու։ Սկանը այս վիդեոն հիմի գցեմ ես սոսի էջ եւ այո, մեզի պետք են այս գրքերը։ Փող չենք ուզե, ես իմին չենք ուզե, կուզենք այս գրքերը։ Եվ եթե դուք այս լայվը նայեք, այս գաղափարը ցեզի vocation չեկը գիրքը մարեք էլի, արեք գրգեք։ Այ ես ես մեր խնդրանքը չեմ ամեն չէ, ամեն անգամ էնել, ամոթ խնդրանք չէ, գիրք։ Այն գրքերը, որոնք որ ցանկով կա։ Թանկ են, բայց լավն են։ Իսկ երբ որ մենք ընդհանուր այս գրադարանը ունեցանք Խուստուփում, հավատացեք, ես հավատում եմ դրան, որ Խուստուփ գիդատաճարը իր տեսքով, իր գտնվելու վայրով եւ իր մեջի բովանդակությամբ, իր մթնոլորտով շատ ավելի մարդ է բերելու Հայաստան, քան Գառնին։ Նայեք ինչ կսեմ։ Ինքը լինելու է շատ ավելի արժեքավոր տեղ։ Օդեր երկրացիների համար, մեր նեսի հայերի համար, Հայաստանից գնացած հայերի երեխեքի համար ինքը լինելու է այն տեղը, որը մագնիսի նման բոլորին քաշելու է, Խուստուփ լեռան գլխավորությամբ։ Էս է գաղափարը։ Այնպես որ գիրք արեք, տեղյակ պայեք, որն է կարը, որ ես ցանկից ձեր անունով սարքեմ։ Եվ չեմ ալարում։ Շնորհակալություն բոլոր 83 հոգուն անուն առանուն վստահելու եւ փաստացի գործ անելու համար, գիրք առնելու համար։ Շնորհակալ եմ։ Ես գիտեմ ինչ չարճարանքով եք։ Հավատացեք, գիտեմ։ Ստեսություն։ Գնացինք հանգստանանք։